Բարեկամներ, ես ձեզ նորից ողջունում եմ Թեհրանի մոտակայքում գտնվող մի քաղաքից, փոքր քաղաքից, որը մոտավորապես 20-30 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Այստեղ դուք իմ հետևում տեսնում եք կամուրջ, այս կամուրջը առաջին փաստացի թիրախներ ամերիկյան զինված ուժերի, որոնք հրթիռների միջոցով 3 անգամ հարված են հասցրել այս նորակառույց ըստ էության կամուրջին։ Որը պիտի կապեր Թեհրան քաղաքը Կարաշ քաղաքի հետ, որը գտնվում է այնտեղ ֆոնին երևի տեսնում եք։ Սա առաջին հարվածն է ըստ էության պատերազմի ամենասկզբում եւ ամերիկյան զինված ուժերը սրանով փորձում էին զգուշացնել Իրանին, որ այն հանկարծ չհամարձակվի որևէ գործողություն կատարել, այսինքն սա կանխարգելիչ հարված էր ամերիկացիների համար, որը փաստացի ավարտվեց նրանով, որ այս կամուրջը այն 1000 մոտավորապես 100 մետր երկարություն ունի, 130 մետր բարձրություն, փաստացի վնասվեց, քանդվեց եւ հիմա վերականգնողական աշխատանքներ են կատարում։ Իրանական մեր գործընկերները ասում են, որ սա Մերձավոր Արևելքում ամենաերկար կամուրջն է եւ որը նաեւ առանձնահատկություն այն է, որ այն նախագծվել է բացառապես իրանական ինժեներների կողմից, սա իրենք համարում են կարևոր կառույց, հիմա վերականգնում են արդեն, որովհետև կարծեք թե ամենայն դեպս պատերազմի թեժ փուլը ֆազը արդեն ավարտվել է եւ հիմա էապես արդեն նոր ամենայն դեպս այդ հույսը կա, որ ստորագրվի վերջնական համաձայնագիրը եւ կարողանան արդեն անցնել ձևակողքան նոր հատված, որն էլ ըստ էության Իրանին եւ տարածաշրջանին կարող է բերել կայուն եւ հարատև խաղաղություն եւ անվտանգություն։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, անպայման շարունակեք դիտել եւ նաեւ բնականաբար այս ռեպորտաժները, որ ես որպես քաղաքագետ, ոչ որպես լրագրող, ինչ եմ ասում դա, որովհետեւ այն մի փոքր կտարբերվի, ասած դասական լրագրողական ռեպորտաժներից, դրա համար ես շնորհակալություն եմ հայտնում, անպայման հետևեք մեզ Եվրոմեդիա 24-ի աշխատանքներին, ես կշարունակեմ ձեզ ներկայացնել հետաքրքիր դրվագներ։ Առաջ